Ժողովարդապետ Փաշինյանը հանդիպեց Միշուստինի հետ եւ ըստ պաշտոնական տեղեկատվության ոչ մի նորմալ արդյունքի չի ասել, հետո ինչ-որ կոնկրետ պայմանավորություններ ձեռք բերված լինային, գրեն, որ այո, հա, ինչ-որ լավ կլինի համագործակցությունը կշարունակվի այս կողմ, դրա փոխարեն կարծում ենք, որ Փաշինյանն ասել է, որ շատ շահագրգռված է ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցությամբ եւ այլն։ Հարցը գիտեք որն է, այն է, որ Միշուստինը քաղաքական որոշում ընդունող չէր երկրում։ Ընդհանրապես ինքը քաղաքական ազնվորություն չէ, թեպետ նոմինալ երկրորդ դեմքն է պետության։ Միշուստինը կոպիտ ասած այդ երկրի տնտեսվարն է։ Տնտեսվարն է, բավական տնտեսական զուտ հարցերով գիտե չի խոսքում ինչ-որ ռազմական, արտաքին քաղաքականության մեջ։ Բացատրել են սրան, որ արա դիրեկտորն է, դիրեկտորի հետ պետք է խոսես, դիրեկտորն է սրան տեսնել չի ուզում, դիրեկտորն է սրան ասել է ինչ անի։ Դիրեկտորն ասել է ինչ պետք է անես, ասել է կողմնորոշվի։ Սա էլ ուզում է կողմնորոշվել, բայց այսօր լավ նորություն իմ ասանք Անկարայից, որ վերջնականապես դառնում է Եվրամիությունը դառնում է ռազմական կառույց, ռազմական։ Թրամփը այդ բանի հետ ՆԱՏՕ-ի գոլեգաների հետ Անկարայում մարդիկ արձանագրում են, որ Միացյալ Նահանգները այլևս չի կարող կամ չի ուզում դրանց անվտանգությունն ապահովել, թե ումից էլ հայտնի չէ, եւ Եվրամիությունը դառնում է ռազմական կառույց։ Այդ շատ հետաքրքիր է։ Եվ Փաշինյան Նիկոլը, որ ասում է, եղեք ես ինչ անեմ, ժողովուրդն ուզեցնեն, ժողովուրդը ասեց, ես այդ օրենքն ընդունեցի, թե ժողովուրդը ոնց է ասե, գնացե իբր իրենց արևին ստորագրություն են հավաքի, այդ ով մեկը հիմի ժողովրդին տեղյակ բայ, որ Եվրամիությունը արդեն ռազմական կառույց է։ Եվ Եվրամիությունը ասում է, 30 թվին մենք պետք է պատերազմ անենք Ռուսաստանի հետ, որովհետև Ռուսաստանը մեր վրա կհարձակվի, եթե չէ մենք կհարձակվենք։ Այսինքն Հայաստանին տանում են սրանք պատերազմի այնպես մի կառույց, որը շատ շուտով պետք է պատերազմանի Ռուսաստանի հետ, թե որքանով է դա հայ ժողովրդին պետք, ոչ ոք չգիտի։ Այն մոտ այնց հարցում են անցկացնեն, թե ժողովուրդ ջան, դուք ուզենաս այնպես մի կառույցի անդամակցես, որը պետք է պատերազմանի Ռուսաստանի հետ։ Իսկ ով պետք է անի, դա հետաքրքիր է։ Ով պետք է անի։ Ուրեմն երեկվա սրանց բարբարոսությունը Ծառուկյանի հետ կապված է։ Ես չեմ հիշում տես դեպ, որ մի անգամից աբլավանեն 70 օբյեկտ, մոտ 2000 օպերատիվ աշխատողներ գրավեն։ Ախր Ծառուկյանը բան չէր էլի, ոնց ասեմ։ Բեն Լադենը չէր, 2000 հոգի պատկերացնում եք ինչ թիվ է, 2000 զինված սպա, հետախուզ օբիսկ ասենք, օբիսներ են արել, էս են արել, և օբիսների այդ արդյունքներից մեկն են, որ այսօր մահացել է Արյուսը, ծննդատանը, և ասում են, թե մեղավորը Արյուսն էր։ Դու ոչխարն էր, որ չեք կարող կենթանի քնասնել և աշնասնել, չի եք տանում լավ։ Մեղ չէր կենթաները ապրում էր, էլի։ Սա ես ինչ է լավ։ Բրիժիտ Բարդոն, որ չկա, մինչև մի Փաշինյան Նիկոլի գլուխը չի ջարդե, այդ նշանակում ասենց պետք է հաբրգեք։ Բայց այս ողբալի պատմության մեջ լավն է նա, որ կենթանի սպաները լավ բան չի, էլի, դա մեղ կա, դա անես կա, ասված թող արժանի գլխին բերի։ Հիմա Վլադիմիր Պուտինի առաջարկին հանրաքվեի մասին։ Այսօր կարդում ենք, որ այս Ուրիխանյան Տիկոն բանա ներկայացրել դիմում Հովակիմյան Վահագին, որ հանրաքվե անեն, սա էլ հաստատել է այսօր թե ռուսական մամուլից եմ իմանում։ Ես չգիտեմ պրոցեդուրան ոնց անվանեմ դա թույլ տվել է, թե
ինչ արել 10 օր ժամանակ են տվել սրան, որ համապատասխան փաստաթղթերը բերի եւ անցի ստորագրը հավաքեն։ Նախասեմ ով է Ուրիխանյան Տիկոն։ Դա Հայաստանում ծնված երևի ամենավիժված կանզավորություններից է։ Ինքը բոզ, կենիկը բոզ, մերը բոզ։ Կնգան Ուկրաինայի ստրիպտիզերի տրուբեկից պոկեց բերեց։ Դե հերը պարզա դրանցով է։ Մի մարդ, որը աղջիկ նստեցրեց։ Աղջկան փակեցին փող ստանալուց։ Իսկ այդ փողն իր փողը իր խոստացած փողը։ Գովազդային փող էր խոստացել Մերանին, Հովանեսյան։ Ուշացրել էր այն աղջիկն է զանգել էր, թե բան ենք պայմանավորել, ասել էր հա հեսա կուղարկեմ։ Տեղակալ է ուղարկել էր, այս աղջիկը փողը հաշվել էր, փակեցին մոտ տարիոկես նստեց։ Սա այսօր իբր փախած է Հայաստանից, թեպետ անհնար է դրա դեմ քրեական գործ ունի, որովհետև ինքը զբաղմունք չունի։ Ոչ գողական է, ոչ բան է, անինչը բիզնես չունի։ Ոչ ակտիվ քաղաքականության մեջ, ասենք են Չալաբյանի բաների պես որ ասես նրանք բռնվում են երբեք։ Ինչ քրեական գործ կարող է այդ վիժվածքի վրա լինել։ Ոչ մի գործ։ Նրա գործը փախնելն է, իբր դիսիդենտ դիմադիր քաղաքական գործիչ, իրականում նա Փաշինյան Նիկոլի գործակալն է, ագենտն է։ Եվ վատն է նա, որ այդ վիժվածքը Մոսկվայում նորմալ մարդկանց է հանդիպում, սրան ընդունում են հա իբր Փաշինյան Նիկոլից փախած, Ուրիխանյան Տիկո դեղ բանը լուրջ ընդդիմադիր գործիչ ես կոմենքում։ Լուրջ մարդկանց պոտ է գնում գալիս։ Արթուր Ասատրյանը Դոմբիպոմ, դրա մասին վատ կարծիք չուներ, ես ասեցի Արթուր ջան, դա այս մարդն է։ Այս մարդն է դա։ Հիմա արդեն ասում եմ, Արթուրն եկել է սա, ինքը գործակալն է Նիկոլի, այլ տարբերակ չկա, որովհետև դուք նայեք ինչ է կատարվում։ Այս վիժվածքը նախաձեռնել է բան, Հանրաքվե, Հովակիմյան Վահագը process-ը սկսել է, բայց ինչ է ուզում։ Ուրեմն русском мамулис инверсия. Проектом предлагается закрепить в Конституции запрет на подписание таких межгосударственных договоров, которые прямо противоречат другим, уже подписанным Арменией. Это дегенеративно. Դեգեներացիոն է, ուրեմն պայմանագիր փոխել չի կարելի։ Փոխանակ հարցադրումը դնի սենց Հայաստանը պետք է գնա Եվրոպա կամ սենց հայ ժողովուրդ ուզում ես գնալ Եվրամիություն, թե մնալ այս բանը Եվրասիական տնտեսական միությունում։ Չէ, սա այսպես խույթույթ բան անում։ Եվ սրա վատը որն է։ Նախ Ուրիխանյան վիժվածքի նախաձեռնած process-ին 10 հոգի է չի մասնակցի, 5 հոգի է չի ստորագրի։ Այսինքն այս գեղեցիկ գաղափարը տապալում է Փաշինյան Նիկոլի հանձնարարությամբ։ Փաշինյան Նիկոլի հանձնարարությամբ տապալում է։ Սրա այս հարցադրումը որ կա, որևէ կապ չունի, որևէ աղերս չունի Եվրամիություն գնալ չգնալու հետ։ Դեպի տենց է ներկայացվում։ Եվ շատ անգրագի դեգեներատ փաստաթուղթ է։ Գիտեք, պետությունը կարող է այսօր մի պայմանագիր ստորագրում, վաղը մեկ այլ պետության հետ ուրիշ պայմանագիր ստորագրում։ Այն մյուսը չեղարկում արում, չեղարկելու իրավունք չունի։ Անբարոյականի վաստակ Ուրիխանյան Տիկո, բան արա, հարցը սենց դիր, ուզում ես մնալ Եվրամիությունում, թե Եվրասիական տնտեսական միությունում։ Մինչև Հովակիմյան Վահագը սրա դիմումն ընդունել է, 10 օրում ես ինչ պետք է անեն։ Եվ վաղը որ մենք խոսենք սրա նախաձեռնած process-ի դեմ, դուրս պետք է որ մենք ենք ուզում այդ process-ը տապալենք։ Իսկ ռուսական պետական գործակալը լրատվական ցանցը այսօր շատ հետաքրքիր բան է, խորագրով է լույս տեսել։ ЦИК Армении наконец-то ЦИК и общество Армении прислушались к мнению Путина. Պատկերացնում եք ինչ է կատարվում։
Պուտինն ասել է Նիկոլին հանրաքվե արա, հանրաքվեն սա է նախաձեռնում, մեծ շատ աննորմալ ձևակերպմամբ, Պուտինը Նիկոլին է ասել, սրան չի ասել, չէ՞։ Նիկոլն է վաղը նրան պետք է ասի, տապալվել է հանրաքվենը մի ինչ կարևոր է ով է կազմակերպել։ Դες է դուր դուալիս, չէ՞։ Իսկ մենակ սրանունը հերիք է, որ ես ինչ ասեմ, սրանունը հերիք է, որ մարդ ուղղակի թքի այդ պրոյեկտի վրա, այդ պրոցեսի վրա։ Հետո մեղադրվի հակա ռուսական կամ հակա եվրաատմական տրամադրությունների մեջ։ Ինչևէ, շատ այդ Ծառուկյանի հարուսի իմավան լուրը գոնե ես կենթանացել եմ, ինքս կենթանիներ ունեցել եմ, բայց հիմի էլ ունեմ, սենց ստորություն չի կարելի անել, սենց ստորություն։ Փաշինյան Նիկոլին ժողովուրդն ասել էր գնա Ծառուկյանի տունը խլի, ժողովուրդը տենց էր իրան ասել, ոչ չէր ասել գնա Հարությունի հետ սպանի արա։ Կամ Փաշինյան Նիկոլը չի համաչում ժողովրդի հրագից դուրս է գալիս, ուրիշ հրավներ է կատարում։ Կամ մեծ ինչ ապուր զբաղմունք է, չուչելների վրա կասկածներ կան, թե կիրն են սրանք։ Այդ արյուսները որտեղից, այս չուչելները որտեղից։ Կարող է գողացած, արյուս են գողացած, սպանել են, չուչել են սարքել դրանից, դա ինչ ասելու, կարելի է այլ դարձավ չունեք, այդենց ապուր բաների վրա կեղտեք բռնում, ուզում եք մարդկաց բան անել։ Ինչևէ, երկուտը հայ բան իմացանք այսօր, պաստորեն, որ Փաշինյան Նիկոլը հանձնարարել է ամենավերջի բոզերի վաստակ Ուրիխանյան Տիկոյին փչացնել հանրաքվեի գաղափարը, իր դանականի, Ծառուկյանի հարուսին, ինչ ասեմ, կենտանիներին ողորմի չեն տալիս։ Մի բան էլ, Ծառուկյանի և Հովիկ Աբրամյանի համատեղ արտադրանքն է դիժվածքը։ Բան, տեսնում եք չէ, ինչ է նշանակում, երբ մարդիկ առաջնորդվում են այն սկզբունքով, որ քաղաքականությունում խելք պետք չէ։ Արդյունքում ունենք Ուրիխանյան Տիկո, որը կատարում է Փաշինյան Նիկոլի հանձնարարականը, ներկայանում է իբր փախած։ Թող մի օր այդքան գիշեր ցերեկ քաշ է գալիս բանով Facebook-ում, թող մի օր քրեական գործը ցույց տա, ինչու են իրան մեղադրում։ Կամ այդ ինչ կարող են անի, որ մեղադրեն։ Այդ այսօր հետաքրքիր է բան ա գրել, թե Ծառուկյանին ունեզրկողները Սերժը Միշան են։ Ուրեմն Փաշինյան Նիկոլը փակում է Ծառուկյանին, իր ողջ ուժային վարչական ռեսուրսով կալանավորում է, կենթանազրկում է, կենթանիներին անգամ տանում է, ասում է Սերժն ու բանն են, Միշան են կազմակերպել, բայց ինքը կարող է օգնել, դու ով ես ում օգնես արա։ Դու ով ես ում օգնես։ Դու գնա երազի, որ մեռնելուց առաջ չհիշես անին կամ մեկ ուրիշին, դրա մասին դու երազի լակոտ։ Լավ, առայժմ այսքանը խոսենք, բաժանորդագրվեք իմ ալիքներին։